Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, գործարար ալիքի եթերում դուք լսում կամ դիտում եք Modus Vivendi հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանց։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Օրերս մի հարցազրույց հրապարակվեց, որտեղ Եվրամիության ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանից անդամակցության հայտ չեն ստացել եւ երբ որ ստանան կքննարկեն։ Ուզում եմ հենց սրանից խոսենք, Եվրամիությունը կարծես թե այդքան էլ բարեհամբույր չի ընդունում, իհարկե բարձր գնահատում էր ցանկությունը Եվրամիությանն անդամակցելու, բայց այնպես չէ, որ գրկաբաց ընդունում է։ Եվ սա ինչ է նշանակում, մենք ի վերջո հայտնվելու ենք այնտեղ այն պարագայում, երբ որ ներկայացուցիչը նշեց, Եվրամիություն կընդունվեն այն պայմանով, եթե տվյալ պետությունը գտնվում է Եվրոպայի տարածքում։ Սա արդյոք նշան չէ, որ մենք միևնույն է շանս չունենք մտնելու Եվրամիություն։ Չէ, եթե աշխարհագրորեն ենք մոտենում, Հայաստանը համարվում է Արևելյան Եվրոպայի մաս, սա զուտ այսպես աշխարհագրական բաժանում չէ։ Ես լավ հիշում եմ 90-ական թվականների սկզբին շատ երկրներում եվրոպական երկրներում հատկապես քննարկում էր գնում Հարավային Կովկասի երկրները արտգործնախարարության որ վարչության եւ բաժնի ենթակայության տակ պիտի դնեն։ Եվ ի վերջո եկան որ Արևելյան Եվրոպայի, որտեղ տեսակետներ կար, որ պիտի լինի միջին արևելք, նման որտեղ վարչությունները գիտեք, ասենք միջին արևելյան եվրոպական, որը բաժանում արևմտյան Եվրոպա, արևելյան եւ այլն։ Այնպես որ քաղաքականապես ընդունված է, որ Հարավային Կովկասը Արևելյան Եվրոպայի մաս է, թեև օրինակ Ադրբեջանի պարագայում դեռ վեճերը ավելի երկար շարունակեցին, որտեղ տեսակետ կար, որ Ադրբեջանը, ինչպես իրենք էին ասում, Ստան հանրապետությունների հետ միասին, այսինքն այդ միջինասիական 5 հանրապետության միասին, դա պիտի առանձին բաժին լինի, բայց վերջը ախտեց այս տեսակետը։ Հիմա այն որ ասելա, որ չենք ստացել հայտ Հայաստանից, ճիշտ է ասում, դրա մասին ես էլ եմ ասում, այսինքն խորհրդարանում դնել ինչ որ բաներ քննարկել, դա իրենց համար ոչինչ է։ Գիտեք, կարող է լինի օրինակի համար ինչ որ միտեղ հանցագործություն, չէ՞։ Դու պարտավոր ես որպես ասենք տուժող կողմ դիմում ներկայացնես, որպեսզի ընթացք ստանա։ Եթե չկա դիմում, ասենք եթե չկա տուժող, չկա նաև հանցագործություն։ Եթե իհարկե մի շարք հանցագործություններ կան, ասենք որոնք հենց ինքնստինքյան պետությունն է հանդես գալի դրա որպես տուժող կողմ։ Հիմա Հայաստանը չի ներկայացել։ Դրա համար ես երբ որ բազմաթիվ անգամներ ասում եի, որ Հայաստանը չի գնում եվրոպական ուղղությամբ, այստեղ քննարկել են։ Նախ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ նման կառույցներից։ Իսկ ակնհայտ է, որ ռուսները բազմաթիվ անգամներ շեշտել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել այդ կառույցների եւ եվրոպական կառույցների մաս։ Ուրեմն առաջին հերթին պիտի դուրս գաս կամ գոնե հայտարարես, որ ես դուրս եմ գալիս, եթե ընդունվեն։ Սա մեկ։ Մյուսը Եվրոմիությունը որոշակի չափորոշիչների եւ արժեքային համակարգի վրա խարսխված միություն է։ Դու չես կարող միայն ցանկությամբ անդամակցես։ Ես 1995-97 թվականներին աշխատել եմ մեր դեսպանատանը Ռումինիայում Բուխարեստում, այդ այն շրջաններ, որ Ռումինիան, ինչպես հարևան, ասենք երկրները, Հունգարիան, Բուլղարիան ձգտում էին նախ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, հետո Եվրոմիության անդամ, հսկայական աշխատանք տարան։ Օրենսդրական փոփոխություններ, գետնի վրա փոփոխություններ, լոբիզմ հենց տարբեր երկրներում եւ այլն եւ ահագին աշխատանքից հետո իրենք հասան իրենց ցանկությանը եւ իրենք այդ ժամանակ չէին հանդիսանում այսպես ասած արևելյան բլոկի որևէ մաս։ Հիմա տեսեք մեր վիճակը, մենք արդեն նշածս 3 կառույցների անդամ ենք մենք այն քիչ երկրներից ենք, որ մեր տարածքում ռուսական զորք ունենք, այսինքն գտնվում ենք լրիվ անգամ ռազմաքաղաքական եւ տնտեսական վերահսկման տակ, եւ նաեւ մենք որևէ քայլ չենք արել։ Դրա համար մեր ճանապարհը դեռ շատ հեռու է Եվրոմիության անդամակցելը։ Իմ եւ իմ քաղաքական համախոհների տեսակետն այն է, որ այս փուլում անհրաժեշտ է երկկողմ փաստաթղթերի վրա արևմուտքի հետ հարաբերություններ խորացնել, որտեղ երկկողմ ավելի հեշտ է։ Կազմակերպության անդամ դառնալու համար քեզ պետքա բոլորի համաձայնությունը։ Իսկ օրինակ պայմանական ասենք Եվրոմիությունում կամ ՆԱՏՕ-ում հաստատ օրինակի համար առնվազն
Եվրոմիությունում Հունգարիան վետո կդնի, ՆԱՏՕ-ում նաև Թուրքիան վետո կդնի, դրա համար պետքա զուգահեռաբար բարելավել երկրի ներսում վիճակը, բարելավել օրենսդրական կարգավորումները եւ երկկողմով զարգացնել հարաբերությունները այնքան, որ երբ որ հասունանանք, դառնանք անդամ։ Նու Եվրոմիության անդամ, ՆԱՏՕ-ի ճիշտ ասած այդ հեռանկարը չեմ տեսնում եւ դրա կարիքն էլ չկա, եթե օրինակի համար մենք Միացյալ Նահանգների եւ մի քանի երկրների հետ երկկողմ անվտանգական եւ պաշտպանական պայմանագրեր ստորագրենք։ Այս ընթացքում լուրեր ակտիվորեն շրջանառվեցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Կիրիենկոն այլևս Կրեմլում զբաղվելու է Հայաստանի հարցերով եւ աշխատելու է այնպես, ինչպես Աբխազիայում, այսինքն հիմնականում ազդեցություն է ունենալու ընտրությունների վրա, փափուկ ուժ է կիրառելու։ Եկեք հասկանանք սա ինչին է միտված, ինչ է նախապատրաստում Ռուսաստանը Հայաստանում, ինչ հեռանկարներ ունի եւ արդյոք սա կարող ենք համարել դարձյալ վերադարձ տարածաշրջան։ Ռումինիան հիշեցի, մի անգամ այդ ռումինական ղեկավարներից մեկին ընտրություններից առաջ էր, ասեցի կարողա կոմունիստները հետ գան, ասեց այդ ուր էին գնացել կոմունիստները, որ հետ գան։ Հիմա ասում եք վերադարձ տարածաշրջան, այդ ուր էին գնացել ռուսները, որ հիմա էլ վերադառնան, նրանք ստեղ են եղել միշտ։ Բանակն էլ է այստեղ եղել, ՖՍԲ-ն էլ է այստեղ եղել, տնտեսությունը, եթե Նիկոլ Իշխանյան տարիներն ենք նայում, ապա մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի է։ Այսինքն մենք ոչ թե դիվերսիֆիկացել ենք մեր տնտեսական հարաբերությունները, ավելի միակողմանի է դառել։ Ռազմական քաղաքականի մասին չխոսամ, հաստատ ավելի շատ էլի։ Օրինակ նույն ՆԱՏՕ-ի հետ մենք շատ ավելի քիչ հարաբերություններ ունենք, քան 90-ականների սկզբին։ Բայց դե աղմուկ են հանում, դե մեծ մասն էլ ժողովուրդը չգիտի ոնց է եղել, ինչ է եղել, հավատում է։ Հիմա ինչով է պայմանավորված։ Ընտրություններով։ Գալիք ընտրությունները, մյուս տարի ընտրություններ են։ Հիմա բնականաբար իմ համոզումն է, որ Նիկոլին առնվազն Մոսկվայի համաձայնությամբ, եթե չասենք, հենց Մոսկվայի դրդով բերեցին իշխանության խնդիրները լուծելը, պարզապես Նիկոլը ոչ հավատարիմ մարդ է։ Այսինքն, այսօր մի 20 տարուց ավել ճանաչում եմ եւ բոլոր իր ճանաչողները թե նայեք, ինքը որևէ մեկին հավատարիմ չի եղել, որևէ գաղափարի անձի։ Ինքը նաեւ ովքեր բերեցին իշխանության, ինքը թռավ Ռուսաստանի գրքից, նստեց Թուրքիայի գիրկը, որտեղ հասկացավ, որ թուրքերն են այսօր սկսում Հայաստանում հարց որոշեն։ Հիմա Ռուսաստանը ուզում է կամ մինչև ընտրությունները եթե հաջողվի փողոցային ճանապարհով եւ այլն, կամ ընտրություններում կատարի իշխանափոխություն։ Կիրիենկոն մարդը, որը ունի հսկայական ազդեցություն, փորձ, նույն Աբխազիայի փորձը, եւ ես գիտեմ բավականին վստահելի աղբյուրներից, որ մեծագումար արդեն փողեր են հատկացվել, գալիս են այստեղ այդ ամբողջը։ Խոսքը գրում է տասնյակ միլիոնավոր դոլարների մասին, որ իրանք օգտագործելու են։ Իրանք առնելու են հեռուստա ռադիո ալիքներ եւ ունեն իրենք բլոգերների են վարձելու, իրենք միջոցառումներ են անելու, իրենք պատվիրելու են եւ արդեն ոնց որ սկսել են տարբեր մարդկանց ելույթների անելու են, հաշվարկը շատ པարզ է։ Նիկոլի իշխանության գալը եւ վարկը ցույց տվեց, որ ավելի լավ է խաղաղ ճանապարհով Պուտինի ասած սպեցօպերացիա անել եւ քո մարդուն բերել իշխանության, հետո պատերազմ դու շատ էժան ավելի կհաղթես, քան զենքի վրա ծախսես այդքան։ Հիմա Ռուսաստանի աշխատել շատ པարզ, ավելի լավ է ինչ ա եղել, մի 20-30-40 միլիոն ծախսի Հայաստանում իր մարդուն բերի իշխանության, քան այն կորուստները, որ ինքը ունենում է այստեղ, թեկուզ եւ իմիջային, թե մեծ էծե բաներ չկա, մենք չենք դժգոհ որ Նիկոլ ինչ որ մի բանից հրաժարվել, բայց գոնե իմիջային կորուստներ կա, խնդիրներ կա, բան կա, իսկ Ռուսաստանի համար ինչ է 40-50 միլիոն դոլար ծախսի ինչ որ երկիր պահելու համար, հատկապես երբ որ այդ օրինակը կարողանա օգտագործել այլ երկրների համար։ Պարոն Պապյան, տնտեսությունից խոսեցինք, վերջերս Թրամփը հայտարարել է, որ Իրանից նավթի եւ նավթամթերքի գնորդները կբախվեն երկրորդական պատժամիջոցների։ Ես կուզեմ հասկանանք մեզ սա մեր տնտեսությանը ինչքանով է առնչվում եւ այս դեպքում ում է ուղղված հիմնական հարվածը, ով է Իրանից նավթի ու նավթամթերքի հիմնական գնորդը։ Իրանից նավթի եւ նավթի հիմնական գնորդը Չինաստանն է։
Եվ մենք էլի ենք այստեղ առիթ ունեցել ասել, որ Ամերիկայի թիվ 1 հակառակորդը եւ ապագա ճշնամին Չինաստանն է։ Եվ այս բոլոր քաղաքականություն, ինչ որ աշխարհում տեղի ունենում, պիտի այդպես դիտարկել։ Ամերիկան շատ զենք չի տալիս Ուկրաինային, որ Ռուսաստանը միանգամից չջախջախվի, չպարտվի, որ հանգար Սիբիրն ու հեռավոր Արևելքը չանցնի Չինաստանին, որովհետև այդ դեպքում Չինաստանը կլինի անմրցելի։ Հետևաբար Ռուսաստանի պարտությունը պետք է անել դանդաղ, փափուկ եւ այլն։ Անկամ եթե պետքա կարելի է ընդունել ստատուս քվո վիճակ, կարևորը Չինաստանը չուժեղանա, որովհետև ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն սպառնում Ամերիկային, չունեն այդ հնարավորությունը, ռեսուրսը, այդ դա չեն։ Նույնը երբ որ այսօր հենց Վենսն էր խոսում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացման, էլի պետքա դիտարկել Հնդկաստանը որպես հակակշիռ Չինաստանին։ Հիմա Իրանի պարագայում եւս 20 եւ ավելի տոկոսը չինական նավթի, չինացիներն առնում են Իրանից, որ նշանակում է Իրանի շատ ավելի համարյա նավթի կեսից ավելին այնտեղ են իրանք ծախում։ Հիմա ոնց պետքա ոնց որ ասած գցել պատժամիջոցներ տալ, երկրորդային այստեղ կա նաև Ռուսաստանի հարցը։ Ինձ այստեղ նաև ուզում է հարցը, որ մեր գազը գալիս է Ռուսաստանից, ճիշտ է, բենզինը քիչ, բայց էլի է գալիս Ռուսաստանից, դրա հարցը ինչ պիտի լինի, արդյոք մենք կարողանանք, որտեղ այս իշխանությունները չեմ նկատել, որ Ամերիկան ինչ-որ բան անեն, մեզ բացառությունների մեջ դնեն, հատկապես գազի առումով, որը մեզ շատ պետք է։ Այս երկրորդային պատժամիջոցները ուղղված են Իրանին ներելու, որսի Իրանը լինի ավելի զիջող ատոմային այս բանակցությունների հարցում, թեքվի դեպի արևմուտք, բայց հիմնական թիրախը Չինաստանն է։ Իսկ Իրան Միացյալ Նահանգների բանակցությունները այս պահին ինչ փուլում են գտնվում, եթե չեմ սխալվում, 4-րդ փուլը պիտի կայանար, բայց չեղարկվեց, հետաձգվեց, ասում են հետաձգվեց։ Այո, եւ Իսրայելի կողմից հարվածներ Սիրիային, այսա ինչով է պայմանավորված։ Կարծում եմ, որ ինչ որ հարցեր կա, որի շուրջ չեն կարողանում համաձայնության գան, եւ իմ կարծիքով դա ավելի շատ երևի Իսրայելի հետ է կապված։ Պիտի հիշեցնեմ ձեզ, որ հայտարարություն եղավ, որ Նաթանյահուն պիտի մեկներ Բաքու, նրա գնալը հետաձգվեց կամ չեղարկվեց, որտեղ տարբեր աղբյուրներ տարբեր են ասում։ Մի մասն ասում է դե լրիվ չեղարկվելա չի գնալու, մի մասն ասում է ամսի 8-ին, մայիսի 8-ին պիտի գնա եւ 4 օրով, սա էլ հետաքրքիր է։ Ընդհանրապես 4 օրով, 5 օրով այցելություն, ասենք երկրի ղեկավարի դա տարօրինակ է, 1-2 օրից ավել չի տևում։ Ուրեմն ինչ որ լուրջ բաներ կա, եթե գնաց, ամսի 8-ին եթե գնաց եւ 4 օր մնաց, սա նշանակում է առաջինը, որ Ալիևին կտա ալիբի չմասնակցելու համար Մոսկվայի շքերթին։ Եվ եթե դեպքում կստացի, որ Թուրքիայի թույլ չտալը Նաթանյահուի օդանավը անցնելու Թուրքիայի տարածքով, ոչ թե այդքան Ադրբեջանի դեմ էր, Իսրայելի դեմ էր, այլ հօգուտ Ադրբեջաներ, որպեսզի պատրվակ ստեղծեն Ալիևի համար։ Մյուսը նա, եթե ինքան երկար է մնում, ուրեմն այսպես էր, ըստ իսրայելական աղբյուրների պատվիրակությունը պիտի բաղկացածնի 120 հոգուց։ Այսինքն դա մասնագետներ, այսինքն ինչ որ տեխնիկական, ռազմական խնդիրներ պիտի լուծվի։ Այսպես ասենք, եթե գնաց 120 հոգով եւ 4 օր մնաց, դա սովորական բանակցություններ չի, քաղաքական, թապես քաղաքական փաստաթղթերը, գիտեք ոնց է, 2, 3, 4-ից ամեն ինչ շատը ընդհանուր ձևակերպումները շատ ժամանակատար եւ աշխատատար են տեխնիկական փաստաթղթերը, որտեղ թվեր կան, որտեղ ինչ որ բաներ են, եւ ես կարծում եմ դրա հետ է, որ նշանակում է արդեն Իսրայելը ավելի լրջորեն է գնում պատերազմի եւ ինքը պիտի փորձի այնպիսի իրավիճակում հարված հասցնել, որ Թրամփը չկարողանա խուսափել պաշտպանելուց։ Թրամփը չի ուզում ներքաշվի, ոնց ասած Իսրայելի երեսից այդ մեծ բաների մեջ լինի, բայց եթե այնպիսի պահ լինի, որ ասենք խոցելի վիճակ լինի, օրինակի համար հեսա մայիսի 10-ին լրանում է արդեն 100 օրը այդ կողմերն է Թրամփի եւ Թրամփի դեմ կարա մեծ հարձակումներ լինի այդ իմպիչմենտի նաեւ պահանջով, որ նշանակում է դա հարմար պահ է ամսի 10-ից հետո այս թեման բարձրացնել, որտեվ եթե իմպիչմենտի հարցը բարձրանում կամ ներքին քննադատության ալիքը մեծանում է, ուրեմն հրեական լոբի ազդեցությունն էլ մեծանում է, որտեղ մենք գիտենք, որ նրանք ինչ մեծ ազդեցություն ունեն մաս մեդիայում։
Այդ առումով դրա համար կարող է ուրիշ հանգամանքում Թրամփը չհամաձայներ ինչ որ հարվածներ հասցնելու, այս անգամ համաձայնի։ Ամեն պարագային կա վիճակ, որ Նաթանյահուն ինքը անձնապես եւ որպես պետության ղեկավար շահագրգռված է այդ պատերազմով, ուրիշները առանձնապես շահագրգռված չեն, Ալիևն էլ մտել է շատ մեծ խաղի մեջ եւ կրկնեմ էլ ինչ որ էստեղ ասվել է, որ այս խաղից կամ Ալիևը դուրս կգա չափազանց շահած, կամ չափազանց մեծ կորուստներով, միջինը չկա։ Այսինքն եւ Ալիևը ոնց որ այդ խաղին գնում է, ոնց որ հաշվարկել է, որ ինքը ոնց որ ասած շահող կողմի հետ պիտի լինի, ապրենք կտեսնենք, դա լավ չի լինի, եթե հանկարծ Ալիևի հաշվարկները դուրսը ճիշտ դուրս եկան եւ կարողանա, ասենք, Իսրայելը ամերիկյան բլոկ ձևավորվի, որը խեղճացնի Իրանին եւ Ադրբեջանը օգտվի, դա նշանակում է Ադրբեջանը կդառնա արդեն այլ կարգի խաղացող։ Նա այս տարածաշրջանում ամենաազդեցիկներից մեկը կլինի, եթե առաջ հարավային Կովկասի երկրները քիչ թե շատ դիտարկվում էին նույն հարթության վրա, հիմա բացահայտորեն Ադրբեջանը շատ առաջ է անցել եւ Հայաստանից եւ Վրաստանից եւ ինքը այսպես առնվազն ռեգիոնալ խաղացող է, հարցեր լուծող է, որ իսկ մենք չկանք այդ դաշտում ընդհանրապես։ Անդրադառնանք նաև Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև կնքված հազվագյուտ հանածոների մասին համաձայնագրին, սա ինչի գնով արվեց, ինչու նախկինում երբ որ կար դրա առաջարկը անմիջապես չեղավ դրական արձագանք եւ միայն վերջերս համաձայնեցին ուկրաինացիները, ինչն էր գինը ըստ։ Կարծում եմ գործեց հետեւյալ տրամաբանությունը, որ լինում են վիճակներ, որ դու պիտի մասը տաս, որ ամբողջը պահես, այդ վիճակն է։ Սկզբից չհամաձայնեց, որովհետև ըստ էության առանձնապես շատ ձեռնատու բան չի դա Ուկրաինայի համար, բայց ինչի է դες համատում, եթե պարզադառնում, որ դու չես տալիս եւ Ամերիկան դադարեցնում է իր օգնությունը եւ Ռուսաստանը գալու է լրիվը գրավի Իրանով անի, համար ասում ես ավելի լավ է մի մասը տան, որ գոնեն մի մասը պահեն, որ Ռուսաստանը չգա գրավի։ Հատկապես այնտեղ էսպես է, որ այդ փողը պիտի գնա Ուկրաինայի վերականգնման վրա, այսինքն պատկերացնում չէ ինչ բազմամիլիարդ հանոց պետական պատվերներ են լինելու շինարարական քաղաքների նորոգման, ենթակառուցվածքների, գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրականներ, չգիտեմ, նավահանգիստներ եւ այլն։ Թրամփին պետքա, որ այդ պատվերների մի զգալի մասը ամերիկյան ընկերությունները ստանան։ Ու ամերիկյան ընկերությունը այսպես թե այնպես հաղթողների մեջ կլինեն, բայց ինքը արտոնյալ պայմաններ է ուզում, այսինքն ինքը ըստ էության այդ հումքից ստացած փողի մի մասը իր կողմից կդնի, իսկ մի մասն էլ, որ այն 50%-ը ուկրաինացի կստանան, նրանք կդնեն, կստացվի, որ ամերիկյան ընկերությունները պատվերների մեջ ճնշող մեծամասնություն են։ Թրամփի մտածողությունը զուտ այսպես բիզնես մտածողություն է եւ սա իրեն շատ բնորոշ է այս տիպը, բայց տեսնենք հարցը հետեւյալն է, որ ինչ կանի Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը զիջումների չի գնում, միակ բանը, որ Ռուսաստանն ուզում էր 8-ից 10 զինադադարի պահպանումն է մայիսի այդ տոների առիթով, բայց Զելենսկին էլ ասաց, որ մենք չենք երաշխավորում, որ այդ օրերին չենք խփի Կարմիր հրապարակը, եւ էլի լուրեր կա, ես անդադար ասում եմ լուրեր, որովհետեւ պաշտոնապես որևէ բաներ չի լինում, որ հավանաբար Պուտինը անգամ չմասնակցի շքերթին, այլ արցանց մասնակցի։ Եթե դու արցանց մասնակցի, մյուսները գնում են ինչ անեն, ասենք իրանք կանգնեն ընդեն դրեն հերոստացույցը Պուտինը հերոստացույցից խոսա, հետո մի 5 հատ հերոստացույց շարեն, բոլորն էլ հերոստացույցերով ելույթ ունենան, վերջանա գնա։ Իսկ մայիսի 9-ին Հայաստանի մասնակցությունը արդյոք Եվրամիության տրամադրությունները չի փոխի մեր նկատմամբ, ինչ եք կարծում։ Դե մի քիչ կփոխվի, բայց մենք արդեն թրջվել ենք, անձրևից ինչի պիտի վախենանք։ Ես ելույթ եմ ունեցել, ասել ճիշտ է չգնալներ բոլոր առումներով, եւ որ Պուտինը պատերազմի անցագործավ, եւ որ մեզ Ռուսաստանը դավաճանել է, եւ որ մեծ երկրորդ համաշխարհային պատերազմ, որ ասում են դե հաղթող ենք, ես հարց եմ տալիս։ Ինչ ենք հաղթել։ Հաղթող նշանակում է ձեռք բերել մի բան։ Այդ երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով իմ մայրն ու հայրը կորցրել են իրանց հայրերին, ասենք նրանք որբ են մեծացել։ Այդ ստացել ենք։ Մի 300,000 էլ հայա կոտորվել այդ պատերազմի ընթացքում։ Ինչ ենք ստացել։ Վանն ենք ազատագրել, Կարսն ենք ազատագրել, ինչ ենք ստացել դրա դեր։
Կար մի հատ Հիտլեր անունով բռնապետ արևմուտքում, մի հատ Ստալին անունով բռնապետ արևելքում, որոնք սկզբից իհատ լեզու էին գտել, ուզում էին Եվրոպան կիսեին, վկա Մոլոտով-Ռիբենտրոպ փաստաթուղթը, որի մասին էլ այստեղ խոսել ենք, հետո ինչ-ինչ պատճառով ոնց որ ասած գժտվեցին եւ իրար դեմ կռիվ արեցին։ Հիմա հաղթեց Ստալին բռնապետը, ոչ թե Հիտլերը։ Մեզ համար դրանից ինչ։ Մենք սսը մեջ էինք, մեզ տարել են, զորակոչել են, տալ են, կռվել են, ոնց որ ժամանակին Սասանյան Իրանում էինք, տանում էինք, Քուշանների դեմ կռիվ էինք անում են արևելքում, չգիտեմ, միշտ էլ բան երկիրը, այսպես ասած ենթակա երկիրը նաև զորքով է մասնակցես, մենք անգամ զորքը չունեինք, մենք հայկական զորք էլ չենք ունեցել երկրորդ համաշխարհային, մենք ունեցել ենք հայեր, որոնք կռվել են ընդհանուր բանակի մեջ, եւ ձեզ ասեմ, մենք պաշտոնապես չենք համարում երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ու նա ցախտող։ Այդ Թուրքիան համարվում է, որտեղ Թուրքիան 45 թվականի փետրվարին պատերազմ հայտարարել Գերմանիային, ճիշտ է, որևէ մի զինվոր չի կռվել եւ մի զինվոր չի զոհվել, բայց ինքը եղել է պետություն եւ ինքը ախտող երկրների մեջ է, դրա համար ինքը եղել է ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը, որպես ախտող երկրներ բանը Հայաստանի Հանրապետություն չի եղել 1941-45 թվականներին որպես պետություն։ Մենք վարչատարածքային միավոր ենք ասում։ Մենք որպես այդպիսին պատերազմի չենք մասնակցել եւ անհեթեթ վիճակ է։ Մենք գրեթե նույնքան զոհ ենք տվել, ինչ շատ եվրոպական երկրներ չեն տվել անգամ դրա կեսը, նրանք բոլորը համարվում են պատերազմի մասնակից հաղթող երկրներ, մենք չենք համարում։ Դա պետականություն չունենալու դառը հետևանքներն են։ Պարոն Պապյան, մեր հաղորդումը ավելի շատ շոշափում է արտաքին քաղաքականությանը առնչվող հարցեր, բայց ես կուզենայի նաև այս խնդրին անդրադառնալ։ Վերջերս կարծում եմ տեսած կլինեք դիմումը նամակը Պուտինին Վիտալի Բալասանյանի կողմից։ Ինչ եք կարծում, այստեղ ինչով էր պայմանավորված արդյոք մենք գուցե ձախողել ենք Արցախահայերի վերադարձի իրավունքի իրացումը, դա է պատճառը կամ այլևս հույս չենք ներշնչում Արցախահայությանը հանձին Վիտալի Բալասանյանին, ինչն է ընդհանրապես պատճառը, որ դիմում ենք Պուտինին, հաշվի առնելով նախորդ ձախողումները։ Բայց սա առաջի դիմումը չէ Ռուսաստանին, չէ։ Միշտ էլ Ղարաբաղցիները դիմել են Պուտինին, Պուտինից առաջ ով է եղել եւ այլն եւ այլն։ Զորի Բալայանը Գյուլիստանի պայմանագրի առիթով 13 թվականին 2013-ին 200-ամյակի նամակ էր գրում այն ժամանակ նույն Պուտինին ասում էր, որ Ղարաբաղը ոչ թե Հայաստանն է, ոչ թե անկախ, այլ Ղարաբաղը Ռուսաստանի մաս է եղել է։ Այդ ցավոք սրտի դա այն կործանարար տեսակետն է, որը կործանեց Արցախը եւ այդ տեսակետի իրանք շարունակում են մնալ։ Ես այնտեղ շատ հաճախ այդ մարդկանց հետ խոսել եմ, ասում եմ, դուք լուրջ կարծում եք, որ Ռուսաստանը Հայաստանի նման իր զավակներին ուղարկելու է, որ ձեր համար զոհվեն եւ փողա տալու անհատույց, չի տալու, չի անելու։ Այդ հայերը, որովհետեւ զգում են Արցախը որպես Հայաստան են անցալում օգնում եւ իրանց ասել են բառացի տեսակցություն մի արեք, մի խոսացեք անկախ Արցախի մասին, որտեղ շատ վատ կլինի Արցախի համար, եթե Հայաստանի ժողովուրդը Արցախը ընկալի ոչ Հայաստանի մաս, որտեղ ոչ Հայաստանի մաս նշանակում է օտար երկիր։ Հետո ինչ հայկական, օտար երկիր եւ օրինակներ են բերել, որ արդյոք ասենք այդքան արաբական երկրներ կան մեկը մեկին համար կռիվ տալիս, չէ, ընդհակառակը դեռ դեմ են կռվում։ Իհարկե դա չլսեցին, այս բանով պետք է դիտարկել, ուղղակի հարցը հետեւյալն է։ Մարդիկ փորձում են ոնց որ ասած հերթական անփառ ռուսական ցարին ասել, որ մենք կանք եւ եթե դու ուզում ես ոնց որ ասած Հայաստանում դիմացնել ընտրությունները, չէ, խոսեցինք։ Հիմա ի վերջո այդ Կիրիենկոն, որ աշխատելու է այսպես պրոռուսական ուժեր, դրանք մարդկանցից են, չէ, բաղկացած։ Նույն Վիտալի Բալասանյան, բան եւ այլն։ Այստեղ ես հաճախ եմ քննադատել Նիկոլին, հիմա էլ եմ քննադատում, իր մեղքերից մեկն է, որ այդ պատերազմից հետո 44-ը որ հայկական բանակի, այդ թվում հայկական բանակի Արցախյան հատվածը առնվազն մի երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ այսօրտի բանտում լինեին։ Հասկանում եք, այդ մարդկանց պատճառով մենք պարտություն ենք կրել, այսինքն մենք տասնամյակներ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ենք ներդրել երկրի պաշտպանության մեջ, մեր հայրենիքի մի մաս այդ մարդիկ կերել են, խաբել են, որ ամեն ինչ բան է, եւ այսօր այդ փողը վայելում են եւ այլն։ Դա Նիկոլ Փաշինյանի հերթական սխալներից ընդհանրապես ես ուզում եմ հիշեցնել ձեզ
երբ որ 100 տարի առաջ 1921-22-ին այդ հույն թուրքական պատերազմը կար քեմալականների, հետո ռուսները դե շատ օգնեցին արդեն 22 թվականին թուրքերին եւ թուրքերը հարձակման անցան եւ 22 թվականին գրավեցին դե արդեն հույները հասել էին համարյա Անկարայի մոտ հակահարձակման այնտեղ եւ 22 թվականի սեպտեմբերին գրավեցին Իզմիրը, Զմյուռնիան, Կոտորաց եւ այլն։ Առաջի բանը որ արեցին հույները ռազմական դատարան եւ գնդակարեցին այն բոլոր զորահրամանատարներին, ովքեր պիտի ապահովեին պաշտպանությունը դա չանելու համար։ Որ մի զորահրամանատարն մեր մոտ պատժվեն, հակառակը հերթական աստղերն են ստան, տպավորություններն է, որ ամեն մեկը մի հատ Նապոլեոն է։ Գիտեք, մի հատ բանը կա Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» էսե, որ իրա ֆիլմ կա նկարած։ Որ ասում է, այս երկիրը բժիշկին քիչ է տալի, այս երկիրը ուսուցչին քիչ է տալիս, որովհետեւ երկիրը երկիր սարքի։ Այս երկիրը տասնամյակներ շարունակ բժիշկին քիչ է տվել, ուսուցչին քիչ է տվել, փողոցները այդ ամբողջը տվել է, որ Արցախը պաշտպանություն լինի։ Այդ մարդիկ կերել են այդ փողերը, այսօր պիտի վայելեն։ Դա համար պետք է պատժել, որսի նման բաներ չլինի։ Մենք կգանք իշխանության, մենք դա կանենք։ Քաղաքական գնահատական պիտի տրվի 1920 թվականից առ այսօր ամբողջ սովետական շրջան ներառյալ։ Քրեական գնահատական պիտի տրվի այն բոլոր հանցագործությունների համար, որոնք ժամանակային առումով դեռևս քրեական պատասխանատվության ենթակա են գտնվում։ Ոչ թե ինչ է սկսում Նիկոլ Փաշինյանը սկսում է դատավարությունները, տարիներ ձգձգում են, հետո դատարանը որոշում է կայացնում, վճիռ է կայացնում։ Ասում այո, իրանք մեղավոր են, բայց վաղեմության ժամկետն անցել է։ Հա, բա 5 տարի առաջ դատեիք, վաղեմության ժամկետը չելնի։ Եվ հիմա այդ ամբողջ այդ վաղեմության ժամկետի վրա են դնում։ Բայց գոնե մարդկանց պետք է իրավաքաղաքական եւ բարոյական գնահատականի արժանացնել, որովհետեւ դա նաեւ սթափեցնելու է հաջորդ սերունդներին։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մեր եթերը ժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։